Վահագն Դավթյան 1/4 հասցեում գտնվող Միկաքից դենտալ մանկական ստոմատոլոգիական կլինիկայի ավտոկայանման խնդիրն օդից կախված է մնացել։ Պետական տարբեր մարմիններ սպառիչ պատասխան չեն տալիս, իրավախախտում կա թե ոչ, ինչ իրավակարգավորում պետք է գործի։ Դեռ ամիսներ առաջ իրավաբաննեթը ահազանգ էր ստացել այն մասին, որ ավտոկայանատեղիների խնդիր կա այդ հատվածում։ Կլինիկայի հարևանությամբ է գտնվում Հարմարկ ավտոմեքենաների վաճառասրահը, որի տնօրենը Կարեն Հովսեփյանն է, իսկ իրական շահառուն Լիլիթ Խոջայանը։ Չնայած նրան, որ այդ հատվածում կա կայանում թույլատրող նշան, նշված Հարմարկ սրահի մեքենաները շարունակում են ցուցադրվել հենց այդ հատվածում, ամբողջությամբ նոր եւ առանց պետհամարանիշի։ Մեքենաները զբաղեցնում են ամբողջ ավտոկայանատեղին, եւ եթե նույնիսկ 1-2 տեղ ազատ է մնում, անտեսելով արդեն իսկ առկա նշանը, որը ցույց է տալիս, որ այդ հատվածը հասարակական նշանակության ավտոկայանատեղի է, կանգառն արգելող նշաններ են տեղադրում իրենց անձնական ավտոմեքենաները կայանելու համար։ Կլինիկայի տնօրենը մեծ հետ զրույցում հայտնել է, որ 1 տարի է ինչ այդտեղ են աշխատում, որևէ խնդիր միջ այս պահը չեն ունեցել։ Շատ լուրջ խնդրի առջև կանգնեցինք, ամեն երկրորդ այցելուն բողոքում էր, դե բնականաբար եթե մարդ չի կարողանում կայանել, չի կարող ինքը, ուղղակի դուք ինքներդ տեսել եք այդտեղ մեր լոկացիան, մեր դիրքը, որ չեն կարող ռեոմոլ հասնել մարդիկ 1 կիլոմետր ոտքով իջնել։ Դա ուղղակի անհեթեթ է եւ նորմալ չէ։ Իսկ այդ տարածքը ինքը հասարակական տարածք է, մենք նույնիսկ կադաստրոֆ հայց ենք ներկայացրել, ունենք այդ փաստաթուղթը մեզ մոտ եւ այնտեղ փարքինգի նշան կա դրված։ Մեր զրուցակիցը նշում է, այս խնդրով նախքան տարբեր պետական մարմինների հարցումներ անելը, փորձել է խոսել տնօրենի հետ, սակայն նրա խնդրանքներն ու հորդորները անտեսվել են։ Ես դիմեցի արդեն թաղապետարան, որպեսզի հասկանամ ինչ է այստեղ կատարվում, սա նորմալ է արդյոք թե ոչ, որտեվ իմ տեղեկություններով այդտեղ ոչ մի անկյունից նայելով նորմալ չի, այսինքն դա փարքինգի նշան դրված է, դա հասարակական տարածք է, իմիջիայլոց մենք կադաստր դիմում ենք ուղարկել, մեզ պատասխանել է, որ դա հասարակական է, այսինքն իրենց որևէ ձև չի պատկանում։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հակասական պատասխանները կլինիկայի տնօրենի համար եւս մտահոգի չեն։ Վերջինս միայն պարզաբանել է ծառայողական ավտոկայանատեղիներ կազմակերպելու համար քաղաքապետարան դիմելու ընթացակարգը, ինչից հետո անտեսելով, թե իրեն ինչ խնդրանքով են դիմել, կլինիկայի տնօրենին ասել է կլինիկայի արտաքին գովազդային միջոցների անհամապատասխանության մասին, իսկ մեքենաների կայանման սահմանափակման վերաբերյալ որևէ իրավական հիմք չի վկայակոչել։ Ավելին, այդ դեպքից հետո Միքայել Նիկողոսյանի դեմ վարչական վարույթ է հարուցվել, հարց է առաջանում, մինչև խնդրի մասին բարձրաձայնելը, արդյոք չի նկատվել գովազդային միջոցների անհամապատասխանությունը։ Դիմումատուն նշում է, վարչական շրջանի ղեկավարը սահուն շրջանցել է բուն խնդիրը, մատնանշել միայն, թե իբր վաճառքի մեքենաները կայանված են նշված տարածքի ճակատային մասում, ոչ երթևեկելի հատվածում։ Հետևաբար ենթադրվում է, որ իրենց պարզաբանմամբ խնդիր չկա եւ վաճառվող ավտոմեքենաների կայանում նորինական է։ Տնօրենի խոսքով մարտի 18-ին կադաստրի կոմիտեից ստացվել է պատասխան, որով հայտնել են կադաստրային քարտեզի տվյալների համաձայն այդ հողատարածքը համարվում է համայնքային եւ ընդհանուր օգտագործման տարածք։ Քանի որ կլինիկան մանկական է, հիմնականում բալիկների հետ են այցելում, ճանապարհն շատ վտանգավոր է, տեղ չի լինում կանգնելու համար, ամենամոտ տեղը, որտեղ կարող են մեքենաները կայանել, դա Ռիոմոլի կայանման կետն է, բայց մոտ 1 կիլոմետր հեռու է եւ երեխաների հետ վտանգավոր է լինում այս ճանապարհը բարձրանալ եւ իջնել։ Կլինիկայի աշխատակիցը նշում է, այս խնդիրը սկզբում չի եղել, քանի որ կայանատեղին ընդհանուր օգտագործման համար էր, իսկ այժմ բուժառուներն այդ խնդրով պայմանավորված հրաժարվում են այցելել։ Նաեւ եղել են դեպքեր, երբ բուժառուները մոտեցել են, տեղ չեն ունեցել ընդհանրապես կանգնելու, զանգահարել են եւ ուղղակի չեն մոտեցել։ Իրավաբաններն առանձին հարցմամբ կրկին դիմել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, ինչին ի պատասխան հայտնել են, կլինիկայի տնօրենը տեղեկացվել է, որ նշված շենքի հարակից երթևեկելի մասի վրա կայանումը թույլատրվում է բոլոր տրանսպորտային միջոցների համար եւ նշված մեքենաների ավտոկայանատեղիի կազմակերպման հարցը կարգավորվում է Երևան քաղաքի ավականու համապատասխան որոշմամբ սահմանված չափորոշիչներով եւ պահանջներով։ Այդ հատվածում մեքենաների ապօրինի վաճառք իրականացնելու հարցին ի պատասխան հայտնել են, որ 2 անգամ տեղադիտում է իրականացվել եւ իրավախախտման դեպք չի արձանագրվել։ Կայանման խնդիրը շատ լուրջ է անդրադառնում մեր գործունեության վրա, որտեղ մենք կորցնում ենք այցելուներ, քանի որ բազմաթիվ մարդիկ կան, որ ասում են ձեր փարքինգի հետ կապած էլ չեն կարող
մոտենալ։ Փաստենք, որ Արաբկիր վարչական շրջանից Միքայել Նիկողոսյանին պատասխանել էին, որ վաճառքի մեքենաները կայանված են նշված տարածքի ճակատային մասում, որով հենց իրենք փաստել էին, որ կայանված մեքենաները վաճառքի են։ Ներքին գործերի նախարարությունից էլ այս խնդրով մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ընկերության տնօրեն Կարեն Հովսեփյանի կողմից ներկայացվել է նշված տարածքի հատակագիծը եւ սեփականության իրավունքի վկայականը։ Մինչդեռ կադաստրի կոմիտեից ստացված հարցմանն ի պատասխան արդեն պարզվել էր, որ հողատարածքը համարվում է համայնքային եւ ընդհանուր օգտագործման տարածք։ Ներքին գործերի նախարարությունից նաեւ նշել են, որ համարանիշներով կամ առանց համարանիշի տրանսպորտային միջոցները, որոնց վրա առկա չեն վաճառքը փաստող ծանուցման ցուցանակներ, դեռևս չեն դիտարկվում որպես վաճառքի առարկա տրանսպորտային միջոցներ։ Ուստի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմելու հիմքեր առկա չեն եղել։ Մինչդեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով չի կարգավորվում, որ վաճառքի վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցների վրա պետք է լինի ցուցանակ։ Իրավաբանները փորձել են մեկնաբանություն ստանալ Քարմարկ ավտովաճառասրահից, սակայն որևէ արձագանք չի եղել։ Բացի նշված մանկական ստոմատոլոգիական կլինիկայի տնօրենից, մյուս աշխատակիցների համար եւս խնդրահարույց ու մտահոգիչ է բարձրաձայնված խնդիրն այն պարագայում, երբ պետական մարմինները ոչ միասնական մոտեցում եւ դիրքորոշում են հայտնում, պատշաճ չեն կիրառում հնարավոր բոլոր գործիքակազմերը կայանման խնդրի լուծման համար։ Տեղյակ լինելով այս վիճակի մասին, իրավասու պետական մարմինները դեռևս որևէ իրավական գնահատական չեն տվել երկկողմանի կառուցողական մթնոլորտ ստեղծելու իրավահավասարության ապահովման խնդրի ամբողջական լուծման համար։ Նշենք, որ կլինիկայի տնօրենը դեռևս փորձում է տարբեր միջոցներով նշված խնդրին լուծում տալ։ Դա այն հարցը չի, որ մենք կարող ենք հանգիստ թողնել, մոռանալ, անցնել առաջ, քանի որ ես կրկնում եմ, այնտեղ ուրիշ այլ ընտրանքային տարբերակ չկա։ Մարդիկ տեսնում են մի պարկինգ, մի քիչ առաջ հանում են, տեսնում են մինչև Ռիոմոլ, էլ տեղ չկա կայանելու, եւ նաեւ մինչև մեր պարկինգը այդ մասում էլ տեղ չկա կայանելու, այսինքն դա միակ տեղն է եւ այս հարցը չի լինի ուղղակի այդպես հանգիստ թողնել, նստել, ասել լավ, ձերն է, որ մենք գիտենք, որ դա այդպես չէ։